Այսօրվա թողարկումը ուզում եմ սկսել համացանցում հայտնի դարձած մի մեմից։ Դուք հավանաբար այն գիտեք։ Երբեք մի հարցրեք կնոջը քանի տարեկան է, տղամարդուն որքան է նավաստակում, իսկ խոշոր ընկերության ղեկավարին թե ինչով էր զբաղվում այդ ընկերությունը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Այսօր գոյություն ունեն տասնյակ ընկերություններ, տեխնոլոգիական կազմակերպություններ, նորաձևության տներ Porsche-ից մինչև Coca-Cola, IKEA-ից մինչև Hugo Boss, որոնք ժամանակին համագործակցել են նացիստական Գերմանիայի հետ։ Դրա մասին խոսում է օրինակ 1936 թվականի Բերլինի Օլիմպիական խաղերի համար թողարկված Coca-Cola-ի գովազդը սվաստիկայի ֆոնի վրա։ Արդյոք դա խանգարում է այս ընկերություններին գործունեություն ծավալել այսօր։ Իհարկե ոչ։ Ոմանց ներեցին, ոմանց համար ինչ-որ արդարացումներ կտան, եւ բացի այդ մարդիկ ուղղակի չէին ցանկանում վերհիշել ֆաշիզմի հետ առնչվող որևիցե բան։ Համագործակցողներ կային նաև նորաձևության ոլորտում։ Այս տարիներին համաշխարհային նորաձևությունն ուներ միայն մեկ անվիճելի առաջնորդ։ Նրա անունը Գաբրիել Շանել էր, բայց ողջ աշխարհը նրան ճանաչում էր որպես Կոկո Շանել։ Դուք Զուտ Story YouTube-յան ալիքում եք, բաժանորդագրվեք, մեկնաբանեք եւ ցանկության դեպքում տարածեք մեր տեսանյութերը։ Զուտ Story, պատմություններ, պատմության մասին։ Մինչ Եվրոպան այրվում էր երկրորդ համաշխարհային պատերազմի կրակներում, Կոկո Շանելը ապրում էր շքեղ Ռից հյուրանոցում։ Մետաքսես գեստներ, շամպայն եւ համազգեստով մարդիկ։ Չափազանց տարօրինակ համադրություն պատահական լինելու համար։ Այդ դեպքում ո՞րն է գաղտնիքը։ Շանելի անձնական կյանքը մասնագիտականից ոչ պակաս իրադարձություններով լի էր։ Նրա սիրեցյալների թվում էին Եվրոպայի ամենահարուստ եւ ամենաազդեցիկ տղամարդիկ։ Կոկոյի կյանքը թվում էր թե հեքիաթ է, որում նա ամենաներքևից հասնում է համաշխարհային փառքի, շնորհիվ իր համառ բնավորության եւ ստեղծված անմիջական կապերի։ Բայց սկիզբն այդքան էլ հեշտ չի եղել նրա համար։ Կխնդրեմ զինվել համբերությամբ եւ առավելագույն ուշադրությամբ, քանի որ այս պատմության մեջ անունները եւ իրադարձությունները չափից շատ են եւ կարեւոր։ Շանելը ծնվել է 1883 թվականին Ֆրանսիայի Սոմյուր քաղաքում։ Գաբրիելն ու նրա կրտսեր քույրը մեծացել են առանց ծնողների, մայրիկին կորցրել են դեռ վաղ տարիքում, իսկ հայրը պարզապես անհետացել էր, թողնելով երկու մանկահասակ դստրերին եկեղեցական մանկատանը։ Կյանքի այս ծանր փուլը Շանելը հետագայում կփորձեր հնարավորինս շրջանցել, մոռացության մատնելով մանկության հետ կապված գրեթե բոլոր հիշողությունները։ Սակայն հենց մանուկ ժամանակ է ձևավորվում նրա առանցքային համոզմունքներից մեկը, ինչպես նրա հայրը, այնպես էլ ոչ մի տղամարդ հավերժ չէ։ Կարոձևի հետ Գաբրիելը ծանոթանում է դեռ մանկատանը։ Սա ամենևին ստեղծագործական հոբի չէր, այլ գոյատևման համար անհրաժեշտ հմտություն։ Երբ նա դառնում է 18 տարեկան, բախվում է ճակատագրական ընտրության հետ։ Կամ մնալ միանձնուհի, կամ ընդմիշտ լքել մանկատան պատերը։ Բնականաբար ընտրությունը կանգնում է երկրորդ տարբերակի վրա։ Նա չէր պատրաստվում լավագույն տարիները, ինչպես եւ ողջ կյանքը անցկացնել եկեղեցական պատերի ներսում։ Հենց այս որոշմամբ էլ սկսում է նրա կյանքի պատմության ամենահետաքրքիր եւ անորոշությամբ լի գլուխը։ Շանելը աշխատանքի է ընդունվում Փարիզյան ատելյեներից մեկում։ Այստեղ նա հնարավորություն կստանար ավելի լավ ծանոթանալ դերձակի գործին եւ վարժեցնել ձեռքը։ Համատեղությամբ ընդունվում է աշխատելու մի կաբարե ակումբում որպես երգչուհի։ Այստեղ շատերը գալիս էին լսելու հայտնի Կիկեվի Կոկո երգը Շանելի կատարմամբ։ Ըստ վարկածի հենց այս երգի հետևանքով էլ Շանելը ստանում է Կոկո մականունը։ Փաստացին ացերեկները կարում էր, իսկ երեկոները երգում ակումբում, որպեսզի կարողանա ծայրը ծայրին հասցնել։ 20-րդ դարի սկզբին, եթե կինը հովանավորող տղամարդ չուներ, գրեթե զրկված էր կայուն եւ ապահով կյանք կառուցելու հնարավորությունից։ Դա էր ժամանակի դառը սոցիալական իրականությունը։ Երիտասարդ Շանելը շատ լավ էր դա հասկանում եւ այստեղ ճակատագիրն առաջին անգամ ժպտում է Շանելին։ Նա արժանանում է մի ազդեցիկ տղամարդու ուշադրությանը, ով կօգնի անցնել կյանքի այդ բարդ շրջափուլը։ Նրա անունը Էտիեն Բալսան էր, հարուստ, գեղեցիկ, մեծ ժառանգության տեր երիտասարդ, հեծելազորի սպա եւ արիստոկրատիայի ամենախորհրդանշական մարզաձևի, Պոլոյի մարզիկ։ Բալսանը Շանելին տեղափոխում է ապրելու իր տոհմական ամրոցը։ Այդ ժամանակ Շանելը ընդամենը 23 տարեկան էր եւ առաջին անգամ էր բախվում բարձրաշխարհիկ հասարակության հետ։ Սակայն Շանելը շուտով հասկանում է, որ այս կապը ապագա չունի։ Բալսանը չէր պատրաստվում ամուսնանալ իր հետ։ Եկեղեցական մանկատանը մեծացած որբ աղջիկը չի կարող դառնալ մեծ ժառանգորդի կինը։ Նույնիսկ եթե նա ցանկանար, հասարակությունն ու ընտանիքը դա երբեք թույլ չէին տա։
Շանելը դա հիանալի գիտակցում էր։ Նա նաև հասկանում էր, որ սիրուհու դերը ժամանակավոր է։ Այսօր դու սիրված ես, վաղը քո տեղը կլինի մեկ ուրիշը։ Եվ ամենակարևորը, Շանելը չէր ցանկանում ամբողջ կյանքը կախվածության մեջ լինել ուրիշից։ Նա ընտրում է կյանքի իր սեփական ուղին։ Թերևս Շանելը տիրապետում էր Կարուձևին, սակայն չէր պատրաստվում մնալ որպես շարքային աշխատող։ Նա ձգտում էր ավելիին, քանի որ ուներ իր սեփական կարծիքն ու զգացողությունը, թե ինչպիսին պետք է լինի իրական կինը։ Դրանք պետք էր կյանքի կոչել։ 20-րդ դարի սկզբին ֆրանսիական էլիտայի կանանց անթույլատրելի էր փողոց դուրս գալ առանց գլխարկի։ Սակայն այդ գլխարկները չափազանց ծանր էին եւ մեծ։ Դրանք չէին պաշտպանում արևից, թույլ չէին տալիս ազատ քայլել եւ կնոջը վերածում էին պատկերասրահի անշուջ ցուցանմուշի։ Այդ գլխարկները Շանելին դուր չէին գալիս։ Շանելն անկեղծորեն չէր հասկանում, թե ինչու են այդ գլխարկները կանանց պետք եւ երբ կարելի է ստեղծել դրանց գործնական միաժամանակ գեղեցիկ տարբերակը։ Իսկ հարուստ ժառանգ Էտիեն Բալսանը իր հերթին անկեղծորեն չէր հասկանում, թե ինչու այս գեղեցիկ 23-ամյա աղջիկը չի կարողանում հանգիստ նստել տեղում, երբ մյուսներին լիովին բավարարում էր սիրուհու շքեղ կյանքը եւ թանկարժեք նվերները։ Եվ որքան ժամանակ է անցնում, այնքան ավելի են հասունանում կոնֆլիկտի նախադրյալները։ Էտիենը ամուսնանալու միտում չուներ։ Սիրուհուն աշխատանքով չէր պատրաստվում ապահովել։ Ոսկե վանդակում պահվող թռչունի դերը շատ արագ սկսում է հոգնեցնել Կոկոին։ Ինքն իրեն պնդում էր, որ ինչքան էլ ամպերում լինես, միշտ մնա իրականության մեջ։ Մի աշխարհում, որտեղ տղամարդիկ հավերժ չեն, որտեղ քեզ ոչ ոք ոչինչ պարտք չէ եւ ոչինչ էլ չի տալու։ Ուզում ես ապագա, կառուցիր ինքդ։ Ու հենց այս մտածողությամբ էլ Կոկո Շանելը սկսում է ձևակերպել իր ամենակարևոր կանոնը։ Ապագան այն բանն է, որը պետք է կառուցել սեփական ձեռքերով, առանց հույս դնելու ուրիշների վրա։ Այս մոտեցումը վերաբերում է ոչ միայն ճիշտ որոշումներին, այլև ամեն ինչին, ինչ կապված է կայունության հետ։ Երբ մարդը վերահսկում է իր ճանապարհը, նա ավելի քիչ է կախված պատահականություններից։ Wilco Wealth Management-ը հենց այս սկզբունքով էլ աջակցում է իր հաճախորդներին, օգնելով ձևավորել ֆինանսական որոշումներ, որոնք հիմնված են հաշվարկի, վերլուծության եւ երկարաժամկետ մտածողության վրա։ Նպատակը պարզ է՝ ստեղծել համակարգ, որտեղ մարդը ինքն է ղեկավարում իր ֆինանսական ապագան, ոչ թե հարմարվում հանգամանքներին։ Մանրամասների համար թողնում ենք հղումը, կարող եք անցնել եւ ծանոթանալ Wilco Wealth Management-ի գործունեությանը։ Այս շրջափուլում Կոկոյի կյանքում հայտնվում է Արթուր Քեյփլը։ Եվրոպական էլիտան նրան ճանաչում էր Բոյ մականունով։ Նա կիսով չափ ֆրանսիացի էր, կիսով չափ անգլիացի, բարձրակարգ կրթություն ստացած խելացի, հմայիչ եւ իհարկե շատ հարուստ։ Տարիներ անց նրան կնկարագրեն որպես ինտելեկտուալ քաղաքական գործիչ եւ Կոկո Շանելի ամենասիրելի տղամարդը։ Շանելի կենսագրության մեջ կան բազմաթիվ մշուշոտ դրվագներ, որոնց շուրջ նույնիսկ մասնագետներն են վիճում, բայց մեկ հարցում բոլորը համակարծիք են։ Տղամարդկանց ընտրության հարցում նա գրեթե երբեք չէր սխալվում։ Այդ պահին Շանելի կյանքում ձևավորվում է սիրային եռանկյունի՝ Էտիեն Բալսանի, Արթուր Քեյփլի եւ իր միջև։ Ավելի ուշ Կոկոն այդ մասին խոսի իրեն բնորոշ կտրուկ անկեղծությամբ, ասելով, որ այդ երկու տղամարդիկ մրցում էին նրա համար։ Փորձելով պահել Շանելին, Բալսանը գնում է զիջման եւ նրա համար վարձակալում է փոքրիկ բնակարան Փարիզում։ Սակայն նույնիսկ այս քայլը չի փրկում նրանց հարաբերությունները։ Շանելը երբեք եւ ոչ մի հարաբերություն չէր դիտարկում որպես վերջնակետ։ Նրա համար դրանք ճանապարհ էին, միջոց առաջ շարժվելու համար։ Նա գիտեր ինչպես հմայել, ինչպես ազդել, ինչպես մեկ տղամարդուց անցնել մյուսին, բայց այդ ամենի խորքում մեկ անզիջում ցանկություն էր ապրում՝ դառնալ անկախ։ Արթուր Քեյփլը Շանելի համար դառնում է ոչ միայն սիրական, այլև հավատարիմ ընկեր, մարդ, ով նրան ընկալում էր ոչ թե որպես կյանքի զարդ, այլ որպես գաղափարներ ու հավակնություններ ունեցող անհատ։ Վերջիվերջո հենց Արթուր Քեյփլն է ֆինանսավորում Շանելի առաջին լիարժեք բուտիկի բացումը։ Խանութը գտնվում էր Փարիզում, Կամբոն 21 հասցեում հանրահայտ Ռից հյուրանոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Բուտիկի պահարանները լցված էին պարզ հարմարավետ հագուստով, որը կտրուկ տարբերվում էր կորսետներից ու ծանր զգեստներից։ Հենց այստեղ Շանելն առաջին անգամ ցուցադրեց կանացի գլխարկների իր տարբերակը, ավելի փոքր, թեթև ու էլեգանտ։ Շանելի համար սա պարզապես խանութ չէր։ Այն կարծես դարձավ նրա կյանքի իմաստը։ Սա այն պահն էր, երբ նրա անունը առաջին անգամ հայտնվեց ցուցանակի վրա, իսկ նրա մտքերն ու տեսլականը վերջապես մարմնավորվեցին սեփական խանութում։ Սա այլևս երազ չէր,
այլ իրականություն, որը խոսում էր նրա անունով։ Շանելը ուներ գաղափարներ եւ դրանք չափազանց մեծ էին, պարզապես հագուստներ վաճառելու համար։ Նա ուզում էր փոխել կանացի հագուստի էությունը, կոտրել բոլոր կարծրատիպերը, որը կնոջը պահում էր կաղապարի մեջ։ Իր մտահղացումները կանանց պետք է վերադարձնեին շարժվելու, ապրելու, սեփական մարմնի ու կյանքի տերը լինելու իրավունքը։ Կանանց էլիտան, ինչպես իրենց մայրերն ու տատիկները, կրում էին անհարմար ձգող կորսետներ, հատակին հասնող ծանր զգեստներ, որոնք հարկավոր էր փոխել օրը 5 անգամ, քանի որ այդպես էր պահանջում հասարակական էթիկետը։ Կոկո Շանելի մոտ մի շատ բարձ հարց է առաջանում. իսկ ինչու տղամարդիկ պետք է հագնվեն այնպես, ինչպես իրենց հարմար է, իսկ կանայք ծանր եւ անհարմար զգեստներ, կարծես նմանվելով անփույթ տիկնիկների։ Սկսվող առաջին համաշխարհային պատերազմը, որքան էլ ցինիկ հնչի, խաղում է Շանելի օգտին։ Կանանց կյանքը կտրուկ փոփոխվում է։ Նրանք այլևս չեն կարող լինել դանդաղ եւ կախված իրենց տղամարդկանց սոցիալական կարգավիճակով։ Նրանք սկսում են աշխատել այնպիսի ոլորտներում, որոնք մինչ այդ համարվում էին բացառապես տղամարդկանց համար։ Պատերազմի ընթացքում Շանելը սկսում է ուշադիր ուսումնասիրել բուժքույրերի համազգեստները։ Նա նկատում է, որ դրանք չափազանց հարմարավետ են եւ թույլ են տալիս կանանց շարժվել ավելի ճկուն ու արագ։ Կոկոն որոշում է օգտագործել նման փափուկ եւ թեթև տրիկոտաժային գործվածքները, որոնք մինչ այդ նախատեսված էին աշխատանքային հագուստի, ոչ թե բարձրաշխարհիկ զգեստների համար։ Դա կնոջը ավելի էլեգանտ տեսք կհաղորդեր։ Սկզբում տղամարդիկ թերահավատորեն են վերաբերվում այդպիսի հագուստին, նույնիսկ արհամարանքով, բայց կանանց շրջանակում դա մեծ հետաքրքրություն ու պահանջարկ է արթնացնում։ Հենց այս ժամանակահատվածում էլ վերջնականապես ձևավորվում է Շանելի ոճը՝ պարզություն, պրակտիկություն ու հարմարավետություն։ Սա մարմնի նկատմամբ նոր վերաբերմունք է, նոր փիլիսոփայություն, որտեղ կինը այլևս չի հարմարվում հագուստին, այլ հագուստը կնոջը։ Նրա ստեղծած իրերում ցուցադրական շքեղություն չկար, միայն հստակ գծեր, փափուկ գործվածքներ եւ շարժման ազատություն։ Հասարակությունը շոկի մեջ էր այս աղքատ էլեգանտությունից, բայց հենց դա շատ արագ Շանելի բուտիկը դարձրեց փարիզյան նորաձևության ձգողական կենտրոնը։ Գրավելով իր տեղը նորաձևության աշխարհում, Շանելը չէր պատրաստվում կանգ առնել միայն հագուստի վրա։ Նրա անունը պետք է խորհրդանշեր մի ամբողջ ապրանքանիշ։ Կոկոն որոշում է զբաղվել նաև կանացի օծանելիքներով։ Ինչպես ինքն էր ասում, օծանելիքը կնոջ գլխավոր աքսեսուարն է։ Սեփական բույրը ստեղծելու համար նա դիմում է մասնագետի, պարֆյումեր Էրնեստ Բոյին։ Բոն ինքնին բացառիկ կերպար էր, ռուս իմիգրանտ, ծնված Մոսկվայում, ով ժամանակին Նիկոլայ II-ի պարֆյումերն էր եղել։ Մասնակցել էր առաջին համաշխարհային պատերազմին, իսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գաղթել էր Ֆրանսիա։ Բոյի հետ նրան ծանոթացնում է Նիկոլայ II-ի եղբայրը Դմիտրի Ռոմանովը, ով ուշադրություն, նույնպես Շանելի սիրեկաններից էր։ Շանելը նրան հստակ խնդիր է առաջադրում՝ ստեղծել բույր, որը չի նմանվի ոչ մի այլ բույրի։ Բոն երկար է աշխատում բույրերի վրա եւ վերջապես Շանելին առաջարկում է 5 տարբեր բույրեր։ Ըստ լեգենդի Շանելը ծանոթանում է բոլոր տարբերակներին եւ ի վերջո ընտրում է ամենավերջինը, 5-րդը։ Նա հենց այդպես էլ այն կոչում է Շանել համար 5։ Յուրահատուկ է այն, որ հենց այս բույրում են առաջին անգամ օգտագործվում ալդեհիդներ, սինթետիկ բաղադրիչներ, որոնք ուժեղացնում եւ ամրացնում են ծաղիկների բնական նոտաները։ Արդյունքը հեղափոխական է լինում։ Շանել համար 5-ը դառնում է ոչ թե պարզապես հաջողված օծանելիք, այլ շրջադարձային պահ ողջ պարֆյումերիայի պատմության մեջ։ Ինքը Բոն այն ավելի ուշ կկոչի աբստրակտ ծաղիկների փունջ։ Հետագայում Շանելը կպնդի, որ այս բույրը հենց ինքն է հորինել։ Դա շատ բնորոշ է Կոկոյին, քանի որ իր ողջ կյանքն է ուղղորդված նման ճշմարտության եւ հորինվածքի հակասություններով։ Շատ արագ նա հասկանում է, որ օծանելիքի արտադրությունը չափազանց թանկ հաճույք է, եւ հենց այս ժամանակ Շանելի կյանքում հայտնվում է հրեա եղբայրներ՝ Պոլ եւ Պիեր Վեթհայմերները։ Նրանց պատկանող բուրժուա պարֆումերային ընկերությունը գործում է մինչ այսօր, եւ նրանք առաջարկում են զբաղվել բիզնեսի ներդրմամբ, օծանելիքի արտադրությամբ եւ տարածմամբ։ Փոխարենը առաջարկում են հրեաներին վայել խայտառակ պայմաններ։ Պայմանագրի շահույթը բաշխում են հետևյալ կերպ. 70%-ը ստանում են Վեթհայմերները, 20%-ը միջնորդը եւ ընդամենը 10%-ը Կոկո Շանելը։ Այդ ժամանակ Կոկոն դեռ 30 տարեկան էլ չկար։ Նա ուներ լուրջ իրավական փորձ եւ այդ 10%-ը ընկալում է ոչ թե որպես կորուստ, այլ որպես առաջին իրական քայլ դեպի անկախություն։ Նա ստանում է հնարավորություն մեծացնելու իր գործը եւ այլևս կախված չլինելու զանազան տղամարդկանցից։
Սակայն հենց այս պայմանագիրն է, որ տարիներ անց կդառնա նրա կյանքի ամենախորը եւ ամենացավոտ հակամարտություններից մեկի պատճառը։ Մենք այս պատմությանը դեռ կանդրադառնանք։ Հարաբերությունները Կոկո Շանելի եւ Արթուր Քեփլի միջև տևում են գրեթե 10 տարի։ Նրանք սկսում են հովանավոր սիրուհի հարաբերություններից եւ հասնում այդ ժամանակաշրջանի համար հազվադեպ ձևաչափի, գրեթե հավասար գործընկերության։ Ժամանակի ընթացքում Շանելը Քեփլին վերադարձնում է բուտիկի բացման համար ներդրած ամբողջ գումարը, այդ քայլով հստակ ընդգծելով իր անկախությունը։ Քեփլը իր հերթին ամուսնանում է մեկ այլ կնոջ հետ, իհարկե արիստոկրատ ընտանիքից, սակայն նույնիսկ ամուսնությունից հետո նա շարունակում է պահպանել կապը Շանելի հետ։ Այս պատմությունը կտրուկ ընդհատվում է 1919 թվականին։ Սուրբ Ծննդյան օրերին Քեփլը դուրս է գալիս ընտանեկան տնից, նստում իր սպորտային ավտոմեքենան եւ ուղևորվում դեպի Փարիզ, Կոկոյի մոտ, սակայն նա այդպես էլ տեղ չի հասնում։ Ճանապարհին տեղի է ունենում ավտովթար եւ Քեփլը զոհվում է։ Այդ պահին Շանելը արդեն 35 տարեկան էր։ Իր ներքին ապրումների մասին նա տարիներ անց կասի. «Նրա մահը իմ կյանքի ամենասարսափելի հարվածն էր։ Քեփլին կորցնելով ես կորցրի ամեն ինչ»։ Քեփլը նրա համար ոչ միայն մեծ սեր էր, այլ նաև միակ տղամարդը, ով իսկապես հավատում եւ աջակցում է Շանելի մտահղացումներին։ Պաշտոնապես Քեփլի համար սուգ կրել Շանելը չէր կարող։ Նա ուներ կին, երեխաներ, հասարակական դիրք, իսկ Կոկոն ուղղակի սիրուհի էր։ Սակայն Շանելը գտնում է վիշտ արտահայտելու իր ձևը եւ այն վերածում է խորհրդանշի։ Նա ստեղծում է փոքրիկ սև զգեստ, պարզ, կոկիկ, զերծ որևէ դեկորներից։ Այն ակնթարթորեն դառնում է սենսացիա։ Կանայք ամբողջ աշխարհում սկսում են այն կրել, հայտնի մարդիկ, կինոաստղեր, էլիտայի ներկայացուցիչներ, ավելի ու Շանելը իրեն բնորոշ հեգնանքով կասեր. «Ես ստիպեցի ամբողջ աշխարհին կրել սուգը Քեփլի համար»։ Կոկո Շանելը իր կյանքի ընթացքում ունեցել է բազմաթիվ սիրեկաններ։ Ես կպատմեմ միայն ամենակարևոր դեր ունեցող մարդկանց մասին։ Շանելի կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նրա կապը բանաստեղծ Պիեր Ռևերդի հետ, որը սկսում է մոտավորապես 1921 թվականին։ Ի տարբերություն մյուսներին, Ռևերդին չուներ ոչ գումար, ոչ սոցիալական կարգավիճակ։ Նա արվեստի մարդ էր, 1920-ականների Փարիզի ինտելեկտուալ կյանքի ներկայացուցիչ։ Հենց Ռևերդին է, որ Շանելի համար դառնում է մտքի խմբագիր։ Նա նրան նվիրում է երկու գիրք՝ Լապրուերի բնավորությունները եւ Լարոշֆուկոյի մաքսիմները։ Կարճ, կտրուկ, անզիջում աֆորիզմներով կառուցված այս տեքստերը մեծապես ազդում են Շանելի խոսելաձևի վրա։ Նրա հայտնի սրամտությունը, կտրուկ հեգնանքը եւ արտահայտությունների խտությունը ամենայն հավանականությամբ հենց այս շրջանում են ձևավորվում։ Այս սիրավեպը տևում է շուրջ 5 տարի, ապա աննկատ վերածվում խոր ընկերության, որը պահպանվում է մինչև Ռևերդի մահը 1960 թվականը։ 1923 թվականին Կոկո Շանելը մեկնում է Մոնակո Սուրբ Ծնունդը նշելու։ Նույն ժամանակահատվածում Մոնակոյի նավահանգիստ է ժամանում թռչող անպանունով շքեղ նավը։ Ինչպես հետագայում կասի ինքը Շանելը աշխարհի ամենահարուստ մարդը։ Դա Վեսթմինստերների երկրորդ դուքս Հյու Գրովեներն էր։ Հյու Գրովեները բրիտանական արիստոկրատական տոհմի ժառանգ էր, որի ընտանիքը հայտնի էր դեռևս 16-րդ դարից։ Նրա նախնիները շարունակաբար կարևոր պետական պաշտոններ էին զբաղեցնում եւ գտնվում էին անգլիական էլիտայի կենտրոնում։ Գրովեներները մինչ օրս համարվում են Անգլիայի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը։ Սա դասական, չափազանց հարուստ անգլիական արքայատոհմ է։ Մոնակո ժամանելուն պես Հյու Գրովեները սկսում է ծանոթություն փնտրել Կոկո Շանելի հետ։ Միայն այս փաստը արդեն խոսում է այն մասին, թե ինչ հեղինակություն ուներ Շանելը 1920-ականների կեսին։ Ինչպիսին պիտի լինի կինը, որ նույնիսկ 40 տարեկանում նրա հետ ծանոթություն փնտրեն Եվրոպայի ամենահարուստ եւ ամենաազդեցիկ մարդիկ։ Հայտնի է, որ Հյու Գրովեները դժվարությամբ է արժանանում Կոկո Շանելի ուշադրությանը։ Մոնակոյում նրանց միջև ոչինչ տեղի չի ունենում։ Կոկոն վերադառնում է Փարիզ եւ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում դուքսը նրան ուղարկում է հսկայական ծաղկեփնջեր եւ սննդով լի զամբյուղներ, որոնք Փարիզ էին հասցվում մասնավոր ինքնաթիռով։ Իհարկե այդ պահին Հյու Գրովեները ամուսնացած էր, բայց երբ է դա խանգարել երիտասարդ ազդեցիկ եւ գեղեցիկ կանանց։ Վերջի վերջո իր համառությամբ դուքսը հասնում է իր նպատակին եւ ահա կառուցվում են հարաբերությունները, որոնք շարունակվում են մոտ 10 տարի։ Ամուսնության մասին խոսք իհարկե չի գնում։ Շանելն ամենայն հավանականությամբ արդեն դա չէր էլ ակնկալում։
ինչ արժեք ունի մատին դրված մատանին, եթե կան շատ ավելի գործնական բաներ։ Օրինակ, վիլլա Լազուրային ծովի ափին կամ ծանոթությունը երիտասարդ բրիտանացի Ուինստոն Չերչիլի հետ։ Գրովեների հետ Շանելը շրջագայում է ամբողջ Բրիտանիայով։ Շոտլանդիայում նրանք հաճախ ձգնորսություն են անում Սըր Չերչիլի հետ միասին, եւ հենց այստեղ շոտլանդական լճերից մեկի մոտ Չերչիլի եւ Կոկոյի միջև ձևավորվում է իսկական ընկերություն, որը Շանելի ցանկացած իրավեպից ավելի ամուր կմնա։ 1930-ականների կեսին Կոկո Շանելի կյանքում հայտնվում է մեկ այլ տղամարդ, որը սկզբում թվում է պարզապես հերթական բարձրաշխարհիկ սիրեկան։ Նրա անունը Հանս Գյունթեր ֆոն Դինկլագե է։ Փարիզյան շրջաններում նրան ճանաչում էին Շպաց մականունով, որը գերմաներեն նշանակում է ճնճղուկ։ Նա խելացի էր, հմայիչ, ինքնավստահ եւ կարողանում էր հեշտությամբ շփվել մարդկանց հետ։ Պաշտոնապես նա Փարիզում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչն էր, սակայն դիվանագիտական ծածկույթի տակ Դինկլագեն իրականում կատարում էր բոլորովին այլ գործառույթ։ Նա գերմանական հետախուզության գործակալ էր։ Փարիզում նա համակարգում էր քարոզչական եւ տեղեկատվական գործողությունները, ինչպես նաեւ ֆինանսավորում էր հակասեմական մամուլը։ Գիտեր արդյոք Շանելը այս ամենի մասին։ Այս փուլում ամենայն հավանականությամբ ոչ։ Նրանց կապը անձնական էր, ոչ թե քաղաքական, սակայն հենց Դինկլագեի միջոցով Շանելը աստիճանաբար հայտնվում է մեծ քաղաքականության ուղիղ ազդեցության գոտում, որտեղ այլևս անհնար էր մնալ պարզապես դիտորդ։ Թվում էր, թե կյանքից նա ստացել է ամեն ինչ, ինչի մասին կարելի էր միայն երազել։ Ով կարող էր պատկերացնել, որ ամենաբարդը դեռ առջևում է։ 1940 թվականի մայիսի 10-ին նացիստական Գերմանիայի զորքերը մտնում են Ֆրանսիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմը թափ է հավաքում։ Ֆրանսիան մոտ 1 ամիս պայքարից հետո ի վերջո հանձնվում է։ Հունիսի 22-ին ստորագրվում է պայմանագիր կապիտուլյացիայի մասին։ Ֆրանսիայի 2/3-ը անցնում է Գերմանիայի օկուպացիայի տակ։ Միայն մի փոքր հատվածում են շարունակում գործել ֆրանսիական օրենքները։ Այդ գոտին ղեկավարում էր նոր ֆրանսիական ղեկավարությունը՝ մարշալ Ֆիլիպ Պետենի գլխավորությամբ։ Այդ ամբողջ տարածքը պատմության մեջ կմնա Վիշիական Ֆրանսիա անունով։ Վիշիական Ֆրանսիան իր տարածքում սկսում է հետապնդել հրեաներին եւ գնչուներին։ Փաստացիորեն հաստատում է ռազմական դիկտատուրա եւ դառնում հիտլերյան Գերմանիայի դաշնակից։ Ինչպես է Կոկո Շանելը դիմավորում գերմանական օկուպացիան։ Պատերազմի սկսվելուն պես նա, ինչպես եւ բոլորը, փակում է իր բուտիկները Փարիզում, այն թե ինչպես են նացիստական շարասյունները Հյուգո Բոսով հագնված մտնում քաղաք, նա դիտում է Ռիցս հյուրանոցի իր շքեղ համարից։ Իհարկե նրան վախեցնում էին ստեղծված վտանգն ու անորոշությունը։ Այդ պահին նա 56 տարեկան էր, արդեն ուշ էր ամեն ինչ նորից սկսելու համար, սակայն մեր հերոսուհին ինքն իրեն շարունակաբար պնդում էր. «Մի պատերազմի միջով արդեն անցել ենք, այս մեկի միջով էլ կանցնենք»։ Շատ շուտով նրան հասնում են ծանր լուրեր։ Ֆրանսիական դիմադրության շարքերում եղել է նրա զարմիկ Անդրեն, կրտսեր քրոջ որդին, հենց այն քույրը, որի հետ միասին նա մեծացել էր եկեղեցական մանկատանը։ Քույրը մահացել էր ծննդաբերության ժամանակ, թեև մեկ այլ վարկածով ինքնասպանություն էր գործել։ Եվ ստացվում է, որ Անդրեն Շանելի միակ փաստացի կենդանի մնացած հարազատն էր։ Զարմիկը դեռ ողջ էր, բայց գտնվում էր գերմանական քաղբանտարկյալների ճամբարում։ Այդ ճամբարների մասին սարսափելի լուրեր էին շրջանառվում, թե որքան դաժան են այնտեղ վերաբերվում բանտարկյալների հետ։ Այնտեղից ոչ ոք կենդանի չէր վերադառնում, եւ այդ պահին Կոկո Շանելը օգնության է դիմում վերոհիշյալ սիրեկաններից մեկին՝ բարոն Գյութեր ֆոն Դինկլագեին։ Նա պայմանավորվում է գերմանական իշխանության հետ եւ զարմիկին ազատ են արձակում։ Փոխարենը Շպացը Շանելից խնդրում է ընդամենը մի բան՝ պարզապես գնալ իր գերմանացի գոլեգաների հետ ընթրիքի եւ անձամբ համոզվել, որ նրանք այդքան էլ հրեշ չեն, այլ կրթված եւ գրագետ մարդիկ։ Շանելը համաձայնվում է։ Շպացը Կոկոին տանում է Բերլին ընթրիքի, որտեղ ներկա էր Հենրիխ Հիմլերը։ Նա նացիստական Գերմանիայի ամենահզոր գործիչներից մեկն էր։ Կոկոն լարված էր, բայց այնուամենայնիվ մնում էր ընթրիքին։ Հենց այս ժամանակ Շանելը նորություն է ստանում իր ներդրողներից, Վերթհայմեր եղբայրներից։ Նրանք դեռ պատերազմից առաջ լքել էին Եվրոպան եւ հաստատվել Ամերիկայում։ Եվ հիմա պատերազմի թեժ պահին նրանք Շանելին կանգնեցնում են փաստի առաջ, զրկելով նրան ֆինանսավորումից։ Շանելը իհարկե զայրանում է, եւ դա նկատում են նրա նոր գերմանացի ընկերները։ Տեղի է ունենում մոտավորապես այսպիսի խոսակցություն. «Դուք ասում եք, հրեաները ձեզնից վերցրել են ձեր բիզնեսը։ Օ, ինչպիսի անարդարություն։ Մենք ցանկանում ենք ձեզ օգնել։
իսկ փոխարենը դուք կօգնեք մեզ։ Իր բիզնեսի համար Կոկոն պատրաստ էր բառացիորեն ամեն ինչի։ Նա ընտանիք չուներ, ամուսին չուներ, երեխաներ չուներ եւ երբեք էլ չէր ունեցել։ Բիզնեսն այն ամենն էր, ինչ նա ուներ։ Ռիցի իր համարի պատուհանից Կոկոն տեսնում էր, թե ինչպես են Էյֆելյան աշտարակը ծածկում սվաստիկայի դրոշներով։ Պատերազմը բորբոքվում էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի կրակի մեջ այրվում էր աշխարհի կեսը։ Պետք էր գործել զգուշորեն։ Կոկոն հիանալի գիտակցում էր, որ մերժումը կարող է իրեն վնասել, բայց փորձում էր առաջինը նախաձեռնություն չցուցաբերել, հետագայում խնդիրներից խուսափելու համար։ Շպացը Կոկոին ծանոթացնում է ևս մի ազդեցիկ մարդու հետ։ Դա Գերմանիայի արտաքին հետախուզության ղեկավար Վալտեր Շելենբերգն էր։ Փորձառու հետախուզ, որը անձամբ Հիտլերից երկաթե խաչի առաջին աստիճան էր ստացել։ Նրան բնութագրում էին որպես վիրտուոզ դերասան, հմայիչ, սակայն սառնասիրտ եւ դաժան մարդ։ Կոկո Շանելը Շելենբերգի հետ ծանոթանում է 1943 թվականի վերջին, երբ Ստալինգրադի ճակատամարտը արդեն ավարտվել էր։ Նացիստական ռազմական մեքենան առաջին անգամ կանգ էր առել։ Ամբողջ աշխարհը սկսել էր խոսել այդ մասին, որ ֆաշիստական Գերմանիային հնարավոր էր կանգնեցնել։ Չնայած շուշուկով, բայց նույնիսկ նացիստներն էին խոսում դրա մասին։ Գերմանական վերնախավը սկսում էր ելքել փնտրել առանց Հիտլերի իմացության։ Նրանք փորձում են պայմանավորվել դաշնակիցների հետ, հեռացնել Հիտլերին եւ նոր կառավարություն ձևավորել։ Ինչքան էլ աբսուրդային էր հնչում, նույնիսկ մտածում էին միավորվել եվրոպական դաշնակիցների հետ ընդդեմ Խորհրդային Միության։ Ինչ էր պետք գերմանական հետախուզության ղեկավարին Շանելից։ Շելենբերգը ցանկանում էր Չերչիլին փոխանցել հրադադարի գաղտնի առաջարկ, իսկ Կոկոն, ինչպես հիշում եք, ծանոթ էր Բրիտանիայի վարչապետի հետ։ Նրանց հանդիպումը պետք է կայանար Մադրիդում։ Գործողությունը ստանում է մոդայիկ գլխարկ անունը՝ Model Hat։ Շանելը ստանում է Վեսմինստեր ծածկանունը։ Այո, հենց իր սիրեկան Վեսմինստերների երկրորդ դուքս Հյու Կրովեների անունով։ Մինչ գաղտնի հետախուզության իրականացումը Շանելը համոզում է նացիստներին եւ նրանց ղեկավարությանը, որ առաջադրանքը հաջող իրականացնելու համար իրեն անհրաժեշտ է իր վաղեմի ընկերուհին Վերա Լոմբարդը։ Թե ինչ պայմաններում էր սկսել նրանց ընկերությունը, դա հայտնի չէ։ Կենսագիրները ենթադրում են, որ դա տեղի է ունեցել Շանելի ու Արթուր Քեփլի սիրավեպի ընթացքում։ Վերան բրիտանուհի էր։ Նա ամուսնացած էր բրիտանական արիստոկրատի հետ եւ ըստ երևույթին այդպես էր հայտնվել Շանելի սիրեկանի շրջապատում։ Որոշ ժամանակ անց Շանելը նրան աշխատանքի է ընդունում, թեև մինչ օրս հստակ չէ, թե ինչ պարտականություններ նա ուներ։ Ամենայն հավանականությամբ Վերան Կոկո Շանելի բրենդի ամբասադորն էր։ Նա կրում էր Շանելի հագուստները բարձր հասարակության միջոցառումներին, այդպիսով հայտի դարձնելով նրա բրենդը։ Այս գործի համար նա վաստակում էր ամսական մոտ 30,000 ֆրանկ։ Դա գրեթե 9 անգամ ավելի էր, քան միջին մակարդակի ֆրանսիացի պաշտոնյայի աշխատավարձը։ Բայց կան ևս մի քանի կարևոր հանգամանքներ։ Առաջինն այն էր, որ Շանելը եւ Լոմբարդին 1937 թվականից ի վեր չէին շփվում միմյանց հետ, թե ինչու հայտնի չէ։ Եվ երկրորդը, Վերան վերջնականապես տեղափոխվել էր Իտալիա իր երկրորդ ամուսնու մոտ, ով Մուսոլինիի շրջապատում ծառայող սպա էր Լոմբարդի ազգանունով։ Եվ ահա 7 տարի անց Շանելը հանկարծ հիշում է Վերային։ Ինչու էր նա անհրաժեշտ մոդայի գլխարկ գործողության համար։ Այստեղ մի քանի վարկած կա։ Առաջին վարկածն այն է, որ Ուինստոն Չերչիլը միշտ գաղտնի համակրել էր Վերային, եւ երկուսով նրանք կկարողանային հեշտությամբ գրավել Չերչիլի ուշադրությունը։ Երկրորդ վարկածն այն էր, որ Իտալիայում Վերային մանրակրկիտ հետևում էր գերմանական հակահետախուզությունը։ Նրանք կասկածում էին բրիտանական հետախուզության համար աշխատելու մեջ։ Շանելը համոզում է Շելենբերգին, որ եթե ինքը, այսպես ասած, փրկի Վերային հետախուզության ձեռքից եւ նրան տեղափոխի չեզոք Մադրիդ, դա կլինի իդեալական առիթ բրիտանացիների հետ կապ հաստատելու համար։ Վերան ստանում է Շանելի հրավերը միասին մեկնելու Մադրիդ, այնտեղ բուտիկ բացելու համար, սակայն առանց վայրկյան անգամ մտածելու հրաժարվում է։ Այդ ժամանակ գերմանացի զինվորները պարզապես ներխուժում են Վերայի տուն, ձերբակալում եւ տեղափոխում բանտ, որտեղ պահում են մոտ 1 շաբաթ։ Դրանից հետո նրան հասցնում են Փարիզ, ուղիղ Ռից հյուրանոց։ Մադմուազել Շանելի սենյակ, թե ինչի մասին են նրանք այնտեղ խոսել, սենյակում մենք երբեք չենք իմանա, բայց արդեն հաջորդ օրը նրանք միասին մեկնում են Մադրիդ։ Այստեղ իրադարձությունները այլ ընթացք են ստանում։ Չերչիլը Մադրիդում չի լինում։ Նա հիվանդացել էր թոքաբորբով եւ գտնվում էր
Մարոկոյում։ Մադրիդ նա այդպես էլ չի գալիս։ Առաջին իսկ հնարավորության դեպքում Վերան փախչում է Մադրիդում գտնվող բրիտանական դեսպանատուն եւ նա զեկուցում է բրիտանացիներին, որ ամբողջ խումբը Շանելի գլխավորությամբ գերմանական լրտեսներ են։ Վերային ուշադիր լսում են եւ ձերբակալում։ Բրիտանացիները նրանք կասկածում էին գերմանացիների համար աշխատելու մեջ, իսկ գերմանացիները բրիտանացիների։ Քիչ անց դեսպանատուն է գալիս նաեւ Շանելը։ Նա պետք է Վալտեր Շելենբերգի եւ այլ բարձր պաշտոնյաների անունից նամակ փոխանցեր։ Շանելը փորձում է խաղալ անմեղ միջնորդի դեր, ով եկել է ուղղակի նամակ փոխանցելու համար, սակայն Վերայի բարձրացրած սկանդալից հետո Շանելին պարզապես չեն ընդունում։ Բրիտանիայի դեսպանը հրաժարվում է հանդիպել Շանելի հետ, մինչև բրիտանական եւ իսպանական ոստիկանները կձերբակալեին նրան, Կոկոն լքում է շենքը։ Նամակը այդպես էլ չի հասնում Չերչիլին, գործողությունը լիովին ձախողվում է։ Շանելը շվացի հետ միասին շուտապույտ վերադառնում է Փարիզ։ Նացիստները չեն կատարում իրենց խոստումները։ Վեթհայմերի եղբայրներին եւ իրենց գումարներին այդպես էլ ոչ ոք չի դիպչում։ Պատճառը չափազանց պարզ է։ Մինչ Ամերիկա հեռանալը Վեթհայմեր եղբայրները Շանել պարֆյում ընկերության վերահսկողությունը փոխանցել էին ֆրանսիացի ձեռնարկատեր Ֆելիքս Ամիոյին, որի գործարաններում գերմանացիները հավաքում էին ռազմական ինքնաթիռներ։ Սա նրան դարձրել էր անձեռնմխելի։ Այդ մասին հավանաբար գիտեր նաև Վալտեր Շելենբերգը, երբ առաջարկում էր Շանելին համագործակցել։ Պատերազմից հետո Ամիոն վերադարձնում է ընկերությունը Վեթհայմերներին։ Եղբայրներին էր պատկանում միայն Շանել պարֆյումը, սակայն հետագայում Շանելի մահից հետո նրանք գնեցին ամբողջ բրենդը եւ դարձան Շանել նորաձևության տան միանձնյա սեփականատերերը։ Նույնիսկ մեր օրերում Շանել բրենդը լիովին պատկանում է Ալեն եւ Ժերար Վեթհայմերներին։ 1944 թվականի սկզբից Ֆրանսիայում իրավիճակը կտրուկ փոխվում է։ Արևելքում առաջ է շարժվում Կարմիր բանակը։ Հունիսին հակաֆաշիստական դաշնակիցները ժամանում են Նորմանդիա։ Գերմանացիները լքում են Փարիզը, հեռանում են Շելենբերգը եւ Շանելի սիրեկան Շպացը, որս է սկսվում գերմանացիների հետ համագործակցող անձանց դեմ։ Այդ գործողությունը ղեկավարում էր մեզ արդեն հայտնի Պիեր Ռևերդին, Շանելի բանաստեղծ սիրեկանը։ Չնայած դրան, Շանելին նույնպես ձերբակալում են եւ հարցաքննում Շվացի հետ նրա կապի վերաբերյալ։ Հարցաքննությունը տևում է ընդամենը մի քանի ժամ։ Ըստ վարկածներից մեկի նրա համար միջամտում է Ուինստոն Չերչիլը։ Շանելին ազատ են արձակում եւ նույն երեկո նա մեկնում է Շվեյցարիա, որտեղ կանցկացնի հաջորդ 10 տարին։ Շվեյցարիայում Շանելը սկսում է ակտիվորեն մաքրել իր հեղինակությունը։ Լրագրողներ եւ փաստաբաններ է վարձում, որոնք աշխատում էին Կոկո Շանելի կերպարի վրա։ 1949 թվականին Շելենբերգին դատապարտում են 6 տարի ազատազրկման, սակայն հիվանդության պատճառով նրան վաղաժամկետ ազատ են արձակում։ Մահվանից առաջ Շելենբերգը սկսում է մեմուարներ գրել։ Շանելը մտահոգված էր, որ իր անունը նույնպես կարող է հայտնվել գրքում։ Մեմուարներում չպետք է նշվեր որևէ ինֆորմացիա Շանելի որպես գերմանական լրտես լինելու մասին։ Նա անմիջապես մեկնում է Իտալիա Շելենբերգի մոտ։ Շանելը գերմանացի նախկին պաշտոնյային խոստանում է մինչև կյանքի վերջ ապահովել ամեն ինչով։ Փոխարենը Վալտերը համաձայնվում է լռել։ Շանելը պահպանում է խոստումը։ Նա տուն է գնում Վալտերի եւ իր ընտանիքի համար, ֆինանսավորում է կենցաղային բոլոր պահանջներով եւ ապահովում բոլոր ծախսերը։ Սակայն ազատ արձակվելուց հետո 1 տարի անց Շելենբերգը մահանում է։ 1954 թվականին Շանելը վերադառնում է Ֆրանսիա։ Նա վերսկսում է իր լայնամասշտաբ գործունեությունը, սակայն առաջին նորաձևության ցուցադրությունը ձախողվում է։ Ժամանակները փոխվել էին եւ նորաձևության ասպարեզ էին եկել հանրահայտ Քրիստիան Դիոր ու Քրիստոբալ Բալենսիագան։ Շանելը չի հանձնվում եւ ժամանակի ընթացքում կրկին վերադարձնում է իր համբավը։ Նրա հագուստը սկսում են կրել այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Մերլին Մոնրոն, Էլիզաբեթ Թեյլորը եւ ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդին։ Կոկո Շանելը քրտնաջան աշխատում է եւս 15 տարի եւ այո, նա դեռ շարունակում էր ապրել Ռիծ հյուրանոցում։ Եկեղեցական մանկատնից դուրս եկած աղջիկը վերապրեց 20-րդ դարի բոլոր փորձությունները։ Երկու համաշխարհային պատերազմ, բազում աներևակայելի ազդեցիկ սիրեկաններ, որոնց անուններն այսօր մարում են նրա կայսրության ստվերում։ Նորաձևության լեգենդ Գաբրիել Կոկո Շանելը մահանում է 1971 թվականի հունվարի 10-ին, 82 տարեկան հասակում Փարիզում։ Կոկոն նույնիսկ այդ օրն էր ամբողջությամբ տարված գործով։ Նրա գրասեղանի դարակից գտնում են մի նկար։ Այդ նկարում նա էր Արթուր Բոյ Քեյփլի հետ, ով դիպչում է Շանելի ոտքին, մինչ գեղեցկուհին ձիու վրա է։ Մարդիկ չեն մահանում այնքան ժամանակ, քանի դեռ մենք նրանց հիշում ենք, ասում էր հենց ինքը Կոկո Շանելը։
Այս դեպքում միայնակ Շանելը կարողացավ ինքն իրեն անմահություն ապահովել։ 2011 թվականին ամերիկացի լրագրող եւ նախկին հատուկ ծառայությունների աշխատակից Հել Վոնը հրապարակում է մի գիրք, որը կոչվում է «Թշնամու անկողնում»։ Այն նորաձևության աշխարհում առաջացնում է հսկայական սկանդալ, որը քննարկում են աշխարհի բոլոր լրատվամիջոցները։ Ինչի մասին է այդ գիրքը։ Հեղինակը հիմնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տվյալների վրա, որոնք բառացիորեն վերջերս էին գաղտնազերծվել Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի հետախուզական ծառայությունների արխիվներից։ Եվ այդ փաստաթղթերում նշվում է նացիստական հետախուզության մի աշխատակցի մասին՝ Woman գործակալ համար 7124, կոդային անունը Westminster։ Ինչպես հիշում եք, այդ կոդային անվան հետևում թաքնված է մեծն Կոկո Շանելը։ Հիմնվելով այս փաստաթղթերի վրա, Հել Վոնը կոկոին մեղադրում է նացիստների հետ համագործակցության մեջ, հատկապես բարոն ֆոն Դիկլագենի հետ ունեցած սիրավեպի պատճառով։ Շանելի նորաձևության տունը շատ արագ արձագանքում է Վոնի նման հայտարարություններին։ Արձագանքը բավականին հետաքրքիր է հնչում։ Մեծ մարդկանց կյանքում երբեմն դժբախտություններ են պատահում։ Այդ ժամանակից արդեն անցել է 14 տարի, իսկ Շանելի նորաձևության տունը մինչ օրս իրեն հրաշալի է զգում։ Հաջորդ տարի բրենդը կնշի Փարիզում առաջին բուտիկի բացման 100-ամյակը։ Մինչ օրս Գաբրիել Կոկո Շանելը շարունակում է մնալ մի կին, որը հետաքրքրում է բոլորին՝ մամուլից մինչև քննադատներ, կենսագիրներից մինչև երկրպագուներ ու նախանձողներ, բայց միևնույն ժամանակ կարողանում է մնալ հանելուկային։